2026 թվականին 5 ջրամբար կկառուցվի Հայաստանում, ևս 12 ջրամբարի մասով ընթանում են քննարկումներ։ Նախատեսված է նաև շարունակել Կապսի ջրամբարի կառուցումը։ Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը։ Խոսքը Քասախի, Ելփինի, Լիչքի, Արտիկի եւ Աստղաձորի ջրամբարների մասին է։ Նաև ջրամբարների վերազինման համար ունենք նախատեսած 264.3 միլիոն դրամ։ Ինչպես ասացի, նախատեսել ենք 7 հոկաջեների կառուցում, ընդհանուր արժեքը 1 միլիարդ դրամ։ Հայաստանում կան չկառավարվող ջրային ռեսուրսներ, որոնք որոշ սեզոններին առատ են լինում, բայց այդ սեզոնները չեն համընկնում ոռոգման շրջաններին։ Հետևաբար ջուրը չի կուտակվում։ Ջրամբարների կառուցումը ըստ նախարարի կլուծի ոչ միայն տարածաշրջանում ջրի խնդիրը, այլև կոնկրետ հատվածներում, մասնավորապես կպակասեցվի Սևանից ջրառի ծավալը։ Մասնավորապես Քասախի ջրամբարի դեպքում մենք ինքը քանի որ հանդիսանում է Սևանա լճի ճնշման գոտում գտնվող տարածքների ոռոգման համար անհրաժեշտ ջրամբար, մենք պլանավորում ենք շարունակաբար Սևանից ջրառի ծավալը պակասեցնենք։ Իմիջիալոց օգտվելով առիթից, դա կարծում եմ գործընկերներից շատերին կհետաքրքրի, պարոն Ղազյանն էլ էր նախորդ անգամ, պարոն Ղազյան, մտահոգություն եք հայտնել Սևանի ջրի կառավարման մասով, պիտի ասեմ, որ մենք 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի համար ենք դիմել ազգային ժողովին, բայց դրա կեսն ենք օգտագործել եւ մյուս կեսի մասով ջուրը չենք օգտագործել, այսինքն առնվազն հիմա Սևանից ջրառը ամբողջովին է դադարեցված, իսկ վերջին 20-25 օրվա ընթացքում, երբ որ օրենքով սահմանված կարգով կարող ենք ջուր վերցնել, ջուր չենք վերցել եւ կեսից էլ ավելի պակասենք ուրեմն ջրառ իրականացնել։ Կապսի ջրամբարի տասնամյակներ ձգձգված կառուցումը կմեկնարկի գարնանը, 3 տարի հետո կավարտվի ջրամբարի շինարարությունը, որն աստիճանաբար ոռոգելի կդարձնի Շիրակի մարզի եւ Թալինի մոտ 25,000 հեկտար հողատարածքներ։ Ջրամբարի ավազանում հայտնված գյուղի բնակիչները կվերաբնակեցվեն, շուտով կտրվի Հայաստանում տիպային առաջին էկոգյուղի կառուցման մեկնարկը։ Բացի տներից բնակիչները փոխհատուցում կստանան իրենց օժանդակ շինությունների, այգիների եւ վարելահողերի համար։ Նախարարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման հարցին, ըստ Խուդատյանի ծրագրի հիմնական ուղղությունը ֆինանսական միջոցներ հատկացնելն է ըստ բնակավայրերի։ 3 տեսակի բնակավայրեր ունենք, բնակավայրեր, որտեղ մեկ շնչի հաշվարկով, մեկ անձի հաշվարկով բնակչին հատկացվում է 5 միլիոն դրամ, բնակավայրեր, որտեղ հատկացվում է 4 միլիոն դրամ եւ Երևանը եւ Երևանամերձ որոշ բնակավայրեր, որտեղ հատկացվում է 3 միլիոն դրամ։ Պիտի ասեմ, որ բացի սրանից մենք այո ունենք որոշակի ծրագրերով կառուցվող բնակարաններ, որոնք շատ հաճախ ձեր ասած տրամաբանության մեջ են լինում, այդպիսին ունենք եւ Սյունիքում, այդպիսին ունենք եւ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղական բնակավայրում, որտեղ արդեն երկրորդ դեպքում համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում է թաղամաս, որտեղ մոտավորապես 30 նոր տներ կլինեն, իհարկե թաղամասը աճելու միտումներ ունի նաեւ, ունենք այդպիսի դեպքեր, իսկ առհասարակ խնդրի լուծումը պատկերացնում ենք իմ ասած տրամաբանության մեջ ֆինանսական միջոցների տրամադրմամբ են պայմանով, որ բնակիչները իրենք կորոշեն, որ բնակավայրերում են ուզում գույքը ձեռք բերել, տունը ձեռք բերել, մասնավորապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ տեղահանված հայրենակիցներ ունենք, որոնք ապրում են Հայաստանի այս կամ այն բնակավայրում, հարմարվել են այդ բնակավայրերին եւ իրենց համար էլ արդեն դժվար կլինի այդ բնակավայրերից դուրս գալ, այնպես որ այս հայեցողական մոտեցումը իրենց մասով հայեցողական թողել ենք իրենց որոշմանը։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հարց հնչեցրեց. արդյոք 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված են գումարներ երաշխ-սադարակ երկաթգծի կառուցման համար։ Խուդատյանը պատասխանեց, թրիփի հետ կապված քննարկում են ֆինանսավորման տարբերակները։ Երկաթուղիների արդիականացման համար եւս միջոցներ նախատեսված են, բայց երաշխ-սադարակի մասով բյուջետավորված տող որպես այդպիսին չկա։ Այդա Կիրակոսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։